վարչապետը պնդեց, որ շատ եկեղեցիներ օգտագործում են որպես պահեստ ինչ որ խլամ պահեստավորելու համար, որ եկեղեցու մեջ մեկի շորերն է, կոշիկներն է, ինչ որ իրեր պահեստավորված դրած են ու Հայաստանի Հանրապետությունում չկա Ինքը ասում է, որ ինքը որպես հավատացյալ դրանից բորբոքվում է, բան, ես իշխան եկեղեցի եմ, հողաթափիկներ են դրած, շորեր են դրած, փնթի է, ասում է շատ փնթի է։ Որ երկրի առաջին դեմքը չգիտի, որ այդ հողաթափերը ընդհանրապես ծիսական հողաթափեր են, որոնք եթե պահվում են այդպեսիկ, որոնցով մարդիկ մտնում են խորան, որովհետև դրսի կեղտոտ կոշիկներով չի կարելի աղտոտել ոչ երկիրը, ոչ մանավանդ Սուրբ Խորանը։ Այդ երկրորդ։ Արգներով մոմեր պայստավորված։ Ես որպես հավատավոր մարդ վստահ կարող եմ ասել, հայ առաքելական որևէ եկեղեցի գործող չի ծառայում իբրև պահեստ, ավելի ճիշտ ծառայում է որպես պահեստ մարդկանց հոգիների։ Սրբազան պահեստ, բայց ոչ իրերի։ Եվ բուտաֆորիա չկա այնտեղ եւ չկա աղբ, այսինքն կան կենցաղային իրեր, որոնք պարտադիր են եկեղեցու ծառայության համար։ Ենթադրենք, եթե եկեղեցին մաքրում ես մոմի քերուկներից, այդ քերուկի երկաթիքը բնականաբար պիտի լինի այդ տարածքում ինչ-որ միտեղ դրված, հա, կամ ավազը, որը ավելացվում է այդ եկեղեցու վրա, բայց որպես կանոն դրանք լինում են եկեղեցուց դուրս։ Փոքրիկ շինություններ կան, հատուկ որտեղ ամեն ինչ արվում է այդտեղ։ Չգիտեմ ինչ ենք հասել եկեղեցու քննարկմանը, բանը ամեն ինչը բացվում։ Այդ փոքրիկ օվերտոնի պատանը այս առավոտ բացվեց ու ես կուզենամ ասենց հումորով սիրուն պատասխաններ դրան, որը դրանց դեռ չկային։